Բարի գալուստ իմ Travel See All ալիք։ Դա իմ առաջին վլոգն է Հնդկաստանի սրտում Ռաջասթան նահանգում։ Մեքենայից ձախ բլուրների վրա երևում է Ամեր ամրոցը, այն շքեղ է և տպավորիչ։ Այս հրաշալի արկածը սկսում եմ Ջայպուր քաղաքում, որը հմայիչ է և պատմությամբ շնչող։ Ամեն անկյուն լեցուն է մշակույթով և տեսարժան վայրերով։ Դա ոչ միայն իմ առաջին ճամփորդական վլոգն է, նաև իմ առաջին ուղևորությունը Հնդկաստան։ Ես դիտել եմ Ջոթա և Ակբար ֆիլմը, պատմական ֆիլմ է, սերիալներ, և այսօր հետաքրքիր է ինձ տեսնել այն ամրոցը, որտեղ ծնվել և ապրել է Ջոթան, Ռաջպուտների արքայադուստրը։ Այո, դա այն Ջոթան է, որին սիրահարվեց մեծ մոգուլների կայսր Ակբարը։ Այս ճամփորդությունը մի հիանալի ուղևորություն է դեպի Հնդկաստանի պատմական մշակույթ և ժառանգություն։ Տեղավորվեք հարմարավետ, սեղմեք բաժանորդագրվելու կոճակը և միացեք ինձ դիտելու այս անհավատալի ճանապարհորդությունը։ Այսօր մենք սկսում ենք մի ճանապարհորդություն պատմության և ճարտարապետության մեջ, հետազոտելով Ամեր ամրոցը։ Ամրոցի տարածքում առած յուրաքանչյուր քայլ ես գիտեմ, որ պատմելու է մի պատմություն։ Պատմություն այն մասին, որ թե ինչպես այս վեհաշուկ կառույցը դարձավ մի ամբողջ ժողովրդի մշակութային և պատմական ժառանգություն։ Ամեր ամրոցը Հնդկաստանի ամենաշատ այցելող պատմական վայրերից մեկն է։ Ամեն տարի այստեղ գալիս են միլիոնավոր այցելուներ, ինչպես Հնդկաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից։ Ի դեպ, Ամեր ամրոցը 2013 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում արձանագրվեց որպես Ռաջասթանի բլուրների ամրոցների մի մաս։ Մինչ կհասնենք Ամեր ամրոց, ճանապարհին աչքի են զարնում փոքրիկ շուկաներ մայթերի վրա։ Տեղացիները գետնին վաճառում են ավանդական ռաջասթանական հուշանվերներ, ձեռագործ զարդեր, գունեղ շարֆեր, պայուսակներ, ինչպես նաև մանրանկարներ և գեղեցիկ տուփեր։ Այս հատվածը այնքան գունագեղ է և կենդանի, որ հենց ինքն իրեն մի փոքրիկ կարկաց է թվում։ Ամրոց հասնելու մի քանի տարբեր եղանակներ կան։ Կարող եք ոտքով բարձրանալ, վայելելով տեսարանը և շնչելով հին քարերի բույրը, որը ես որոշեցի անել և դիտել շրջակա տեսարանները և ամրոցը ներքևից։ Իսկ եթե ուզում եք մի քիչ ավելի թեթև ճամփորդել, ավելի թեթև ճանապարհ ընտրել, կարող եք նստել ջիփեր, նրանք կարող են ձեզ տանել մինչև ամրոցի դարպասները։ Կարող եք նաև օգտագործել փղեր, բայց հիմա դա շատ քիչ է արվում կենդանիների բարօրության նկատառումներով։ Ճանապարհը դեպի ամրոց արդեն իսկ տեղափոխում է մի այլ դարաշրջան։ Ամեր ամրոցը կառուցվել է դեղնավուն և վարդագույն ավազաքարից, ամուր պաշտպանական պատերով, որոնք ցուցադրում են ռազմական ճարտարապետության հրաշալի նմուշ։ Ամրոցի դիրքը ոչ միայն գեղեցիկ է Արավալի լեռների և լճի դիմաց, այլև եղել է ռազմավարական, կապված լինելով Կաչվահա ռաջպուտների մայրաքաղաքի հետ։ Ամրոցի շինարարությունը սկսվել է 16-րդ դարում Ռաջա Ման Սինգի կողմից։ Դարեր շարունակ ամրոցը շարունակել է աճել, վերանորոգվել և դառնալ մի եզակի ճարտարապետական մոզաիկա։ Այն եղել է բազմաթիվ մարտերի, թագավորական արարողությունների և պատմական իրադարձությունների լուռ վկան։ Ամեր ամրոցը համարվում է ռաջպուտական ճարտարապետության լավագույն օրինակներից մեկը։
Հիմա գտնվում ենք Ամեր ամրոցի կենսունակ միջանցքում, սա մուտքի հրապարակն է, զորքերի նախնական հավաքատեղին, այն կոչվում է Ջալեբ Չոկ, ամրոցի ներս մտնելու առաջին հիմնական հրապարակը, երբ կանգնում ես այստեղ, կարող ես պատկերացնել ինչպես էին զինվորները հավաքվում մարտից առաջ, սպասում էին հրամանի և հպարտ անպաղ հայացքներով և պատկերացնում ես նրանց քայլերի ձայնը արձագանքող այս քարե միջանցքներում։ Ջալեբ Չոկը ոչ միայն ռազմավարական, այլև հանդիսավոր վայր էր։ Այստեղ էին տեղի ունենում հանդիսավոր արարողությունները, թագավորական ընդունելությունները և զորքերի շքերթները հագեցած իրենց ավանդույթներով։ Այս վայրը ծառայել է որպես հանդիպման վայր, թե զինվորների հետ, թե քաղաքացիների։ Այստեղ մարդիկ հավաքվում էին նաև միանալու ամրոցի կյանքին կամ դրա պաշտպանությանը։ Ջալեբ Չոկը յուրահատուկ է, այն կենդանի վկայությունն է մի ժամանակի, երբ ամրոցը ոչ միայն պաշտպանական կառույց էր, այլ մշակույթի, իշխանության և համայնքի կենտրոն։ Ինչպես տեսնում եք, հիմա նայում ենք Ջալեբի Չոկ հրապարակին վերևի մասից և գտնվում ենք մի դահլիճի մոտ, որը կոչվում է Դիվանի ամ։ Սա ժողովրդի դահլիճն է։ Այստեղ Մահարաջան հանդիպում էր իր ժողովրդին։ Այստեղ կայացվում էին կարևոր որոշումներ, լսվում էին խնդիրները, քննարկվում էին տարբեր անցուդարձեր և երկիրն առաջնորդող հարցերը։ Դահլիճի սյուները 27 հատ են, զարդարված են նուրբ ծաղկային նախշերով, ոչ միայն հիացնում են իրենց գեղեցկությամբ, այլև խորհրդանշում են կապը ժողովրդի և իշխանության միջև։ Սա պարզապես մի ճարտարապետական գլուխգործոց չէ։ Այս վայրը մի վայր է, որտեղ իշխում է արդարությունը։ Դիվանի ամը խորհրդանիշն է այն ժամանակների, երբ կառավարիչները բաց դռներով լսում էին ժողովրդի ձայնը։ Այստեղ յուրաքանչյուր սյուն, յուրաքանչյուր քար շնչում է պատմությամբ, պատմելով ռաջպուտ իշխանների արժանապատիվ կառավարման և մեծության մասին։ Այս դահլիճը արտացոլում է ոչ միայն Ռաջ պալատի ճարտարապետական հմայքը, այլ նաև նրա որպես վարչական և հասարակական կենտրոն պատմական նշանակությունը։ Դիվանի ամի մոտակայքում է գտնվում Գանեշի դարպասը։ Այն գտնվում է միջին հատվածում, ծառայելով որպես մուտք դեպի ավելի ներքին տարածքներ, թագավորական մասնավոր հատվածներ, հատկապես դեպի թագավորական պալատներ, ինչպիսին է Շիշ Մահալը։ Այս դարպասը համարվում է մի տեսակ սուրբ մուտք։ Գանեշը հինդուիզմի ամենասիրած աստվածներից է, փղի գլխով և մարդակերպ մարմնով։ Նրան պատվում են որպես հաջողության և նոր սկիզբների աստված։ Մարդիկ սովորաբար Գանեշին ցանկացած նոր գործ սկսելուց առաջ օգնություն են խնդրում, օրհնություն, լինի դա ճանապարհորդություն, շինարարություն, թե նույնիսկ նոր նախագիծ սկսելուց առաջ։ Նրա արձանիկները շատ հաճախ դրվում են մուտքերի մոտ օրհնություն և պաշտպանություն ապահովելու համար։ Եվ ասում են նաև, որ նա հեռացնում է բոլոր խոչընդոտները։ Հիմա գտնվում ենք Շիշ Մահալի մոտ, ձախ կողմում է այն և դիմացը գտնվում է այգին։ Շիշ Մահալի դիմաց տարածվող այս այգին կարծես թագավորական հանգստի վայր լինի, ստեղծված բնության ներդաշնակության և ճարտարապետական հմայքի համադրությամբ։ Ահա և գտնվում ենք Շիշ Մահալի մոտ։ Սա Ամեր ամրոցի ամենահիասքանչ հատվածներից մեկն է։ Ապակյա պալատ,
շքեղության և լույսի խաղի խորհրդանիշ։ Շիշ մահալը ոչ միայն գեղեցիկ է, այլ նաև հոգևոր խորիմաստության, թագավորական շքեղության և ճարտարապետական հանճարեղության խորհրդանիշն է։ Լույսի բազմապատկում, աստվածային փայլ, անսահմանություն, երկնային լույս, հոգևոր լուսավորություն։ Դուք տեսնում եք ծաղկային մոտիվներ պատերի վրա, թռչուններ, կենդանիներ, երկրաչափական ձևեր։ Ծաղկային մոտիվները խորհրդանշում են վերածնունդ, կյանք, պտղաբերություն, դրախտային այգիներ։ Թռչուններն ու կենդանիները խորհրդանշում են հոգու ազատություն, երկնքի և երկրի միջև հաղորդակցություն, իսկ երկրաչափական ձևերը ցույց են տալիս տիեզերքի և աստվածային կարգը, ներդաշնակությունը, տիեզերքի կառուցվածքը։ Այս տարրերը միասին ստեղծում են մի համադրություն, որը արտահայտում է թե թագավորական փառքը, թե աստվածային ներկայությունը պալատում։ Ափսոս չէր թույլատրվում ներս մտնել, բայց ինչպես տեսնում եք, ամեն անկյուն արտացոլում է արքայական շքեղություն, գեղարվեստական ճաշակ, ճարտարապետական վարպետություն։ Այս սրահը պատված է հազարավոր մանր ապակու կտորներով, որոնք ցրված են պատերի և տանիքների ամբողջ մակերեսով, ստեղծելով անզուգական փայլ, լույսի կախարդական անդրադարձ։ Երբ արևի կամ մոմի լույսը ներթափանցում է սրահ, այն սկսում է խաղալ ապակիների վրա, տարածելով շողշողացող բծեր և ստեղծում է գույների բալետ ողջ տարածքում։ Այս տեսարանը ոչ միայն էսթետիկ է, այլև խորհրդանշական, ներկայացնելով լույսի, մաքրության և հոգևոր վերածննդի գաղափարը, որին հավատում էին ռաջպուտական արքայականները։ Այգու ճշգրիտ դասավորված արահետները, սիմետրիկ կանաչ տարածքները և կենտրոնում փայլող ջրավազանը պատկերում են այն հմայքը, որին արժանի էր թագավորական ընտանիքը։ Այս այգին ոչ միայն տեսարժան է, այլև խելացիորեն նախագծված, հետևելով ռաջպուտական կենցաղի և ճարտարապետության սկզբունքներին։ Այստեղ ջուրը չէր ծառայում միայն որպես դեկորատիվ տարր, այն հիմնական դեր ուներ այգու կենսունակության ապահովելու գործում։ Բարդ ջրային համակարգի միջոցով ջուրը բերվում էր մոտակա ջրաբարներից կամ բլուրների բնական աղբյուրներից։ Այն հոսում էր այգով, հատուկ կառուցված նեղ ջրուղիներով, որոնք ոչ միայն ոռոգում էին բույսերը, այլ նաև տարածքում ստեղծում էին զովություն, թարմություն, հատկապես շոգ ամառային ամիսներին։ Այս համակարգը թույլ էր տալիս պահպանել այգու կանաչ տարածքները, միաժամանակ ստեղծելով մեղմ ջրային շշուկ, որը հանգստացնում էր և զովացնում էր ողջ միջավայրը։ Ջուրը և բնությունը այստեղ ներդաշնակ մի ամբողջություն էին, որոնք լրացնում էին Շիշ մահալի հայելային դահլիճի կախարդական շքեղությունը։ Այս այգին ռաջպուտական մշակույթում խորհրդանշում էր դրախտի գաղափարը, հոգու հանգստության և ներդաշնակության մի վայր, և հենց այստեղ այդ զգացողությունն է մարդ ապրում, երբ զբոսնում է։ Շիշ մահալը ծառայում էր որպես հանգստի վայր արքայազնների և ազնվականների համար։ Այն դարձել էր մենակյաց մտորումների, բանաստեղծությունների ընթերցման և թագավորական հանգստի մի վայր։ Այստեղ գտնվելը կարծես տեղափոխվում է մի աշխարհ, որտեղ շքեղությունը համադրվում է խաղաղության հետ։ Այս ապակյա պալատը ոչ միայն տեսարժան է, այլև պատմական վկայությունն է այն շքեղության,
որում ապրել են և ստեղծագործել հին դարաշրջանի տիրակալները։ Բացի արևի բնական լույսից, շիշ մահալում օգտագործում էին նաև մոմեր և ճրագներ, հատկապես գիշերային ժամերին։ Այդ մոմերը տեղադրում էին այնպիսի կետերում, որ նրանց լույսը բախվեր ապակու կտորներին և տարածվեր ամբողջ սենյակով, ստեղծելով շողշողացող, գրեթե կախարդական մթնոլորտ։ Այդ լուսավորության խաղը այնքան տպավորիչ էր, որ թվում էր պատերն ու առաստաղները կենդանանում են, լույսի ալիքներով պարելով։ Այս վառված մոմերի լույսի բեկբեկումները շիշ մահալը դարձնում էին իսկական հեքիաթային տարածք, թագավորական զգացողություն հաղորդելով բոլոր ներկաներին։ Սա միայն դեկորացիա չէր, լույսի խաղը խորհրդանշում էր լուսավորության հասնելու ինչպես մտքի, այնպես էլ հոգու մակարդակով։ Այս մթնոլորտը ոչ միայն հանգստացնող էր, այլև ոգեշնչող, դարձնելով շիշ մահալը յուրահատուկ մի վայր արքայական ներշնչման և հոգևոր վերածննդի համար։ Հիմա խոսենք Ակբարի և Ջոթաբայի սիրո պատմության մասին, որը դարձավ Հնդկաստանի պատմության ամենագեղեցիկ և հուզիչ էջերից մեկը։ Ակբարը շատ զորագույն կայսր էր, իր ժամանակի ամենամեծ տարածքներով և աննկարագրելի իշխանությամբ։ Նա պատկանում էր մուսուլմանական հավատքի, իսկ Ջոթան հինդու հավատքի և նա երբեք չփոխեց իր հավատքը։ Ակբարը շատ քաջ ռազմիկ էր, անհաղթ ռազմավար, երբեմն շատ դաժան և անողոք։ Նրա անունն անգամ ահ ու սարսափ էր տարածում։ Բայց նա կայսրը ինքը ընկավ հենց սիրո առաջ։ Սեր, որ ծնվեց ոչ թե քաղաքական հաշվարկներից, այլ խոր զգացմունքից։ Նա սիրեց Ջոթային անտեսելով սպառնալիքներն ու պալատական թշնամանքները, քանի որ այդ սերը վեր էր անգամ կայսրության սահմաններից։ Չնայած անհանգամանքին, որ Ակբարը մեծ կայսր էր և նրա շուրջը իհարկե կային բազմաթիվ կանայք, բայց նրա սերը պատկանում էր միայն Ջոթային։ Ջոթան դարձավ Ակբար թագավորի գլխավոր թագուհին, ստանալով Մարիամ Ուզ-Զամանի տիտղոսը, որը նշանակում էր ժամանակի Մարիամ կամ բարձրագույն թագուհի։ Այս տիտղոսը ցույց էր տալիս, թե որքան կարևոր է նա Ակբարի կյանքում և ինչքան մեծ է նրանց սերը միմյանց հանդեպ։ Բայց Ջոթաբայը միայն գեղեցկությամբ և տիտղոսով չէր, որ հարգանք էր ձեռք բերել, նա շատ խելացի էր և խորիմաստ, շատ իմաստուն։ Պատմական աղբյուրներում նշվում է, որ Ակբարը շատ հաճախ խորհրդակցել է նրա հետ կարևոր պետական հարցերում, գնահատելով նրա խորամիտ պատասխանները և քաղաքական պրոֆեսիոնալիզմը։ Ջոթաբայի խոհեմությունը մեծ ազդեցություն ունեցավ Ակբարի և Մոգուլ կայսրության վրա, հատկապես նրա կրոնական համերաշխություն ստեղծելու ջանքերում։ Բացի այդ, Ջոթաբայը նաև հզոր մարտիկ էր։ Նա հայտնի էր իր սուրերի պայքարով, վարպետությամբ, նա շատ է մասնակցել մարտական գործողությունների, որոնցում բարդ իրավիճակներում կարողացել է ինքնուրույն պաշտպանել իր ընտանիքը և հայրենիքը։ Նա վարպետ էր նաև նիզակների և սուրերի մեջ, որը շատ հարգված էր Ակբարի կողմից, որը որ ավելի նույնպես հզոր մարտիկ էր։ Ջոթաբայը ցույց տվեց, որ նրա ուժը ոչ միայն ֆիզիկական էր, այլև մտավոր, լինելով նույնքան խիզախ, որքան մտածող։ Նա նաև շատ մեծ բարեգործական գործողություններ է ծավալել, օգնելով կրոնական շենքերի կառուցմանը
և անպաշտպաններին աջակցելուն։ Ջոթաբայի ազդեցությունը ուղղակի նպաստեց կրոնական հանդուրժողականության և խաղաղության հաստատմանը մոգուլների և ռաջպուտների միջև։ Ջոթաբայի և Ակբարի միությունը մի կողմից քաղաքական դաշինք էր, մյուս կողմից նրանց սերը, խիզախությունը, խելամտությունը դարձնում էին նրանց միությունը, որ պատմության մեջ գտավ որպես մշակութային ներդաշնակություն և հանդուրժողականության խորհրդանիշ։ Այս սիրո պատմությունը շարունակվեց նաև նրանց երեխաների և թոռների միջև, և դա ակնհայտ է հենց Տաջ Մահալի կառուցման մեջ։ Ջոթաբայի և Ակբարի թոռը կայսր Շահ Ջահանը, նա այն էր, ով պատվիրեց կառուցել այս զարմանալի տաճարը, պալատը, Թաջ Մահալը, իր սիրելի կնոջ Մումթազ Մահալի հիշատակին, որը խորհրդանիշ էր սիրո, նվիրվածության և մարդկային զգացմունքների։ Եվ կարծես թե նրա տատն ու պապը Ակբարը և Ջոթաբայը փոխանցեցին նրան իրենց սերը, որը կրում էր խաղաղություն։ Այս սիրո պատմությունը դարձել է աշխարհում ամենահայտնի սիրո խորհրդանիշներից մեկը։ Մի խոսքով, Շահ Ջահանը իր սիրելի կնոջը նվիրեց այն նույն սիրո պատմությունը, որ նա ժառանգել էր իր տատիկից և պապիկից։ Կարծես թե այդ անմար սիրո ժառանգությունը եղել է նրա արյան մեջ, որը և արտացոլվել էր Տաջ Մահալում։ Մի զարմանալի տեսարան է բացվում ամրոցի բարձունքից նայելով բնությանը։ Ամրոցի ստորոտում գտնվում է այս լիճը, որի անունն է Մաոտա։ Այն կարևոր դեր էր խաղում ամրոցի ջրամատակարարման համակարգում և հատկապես գեղեցիկ է թվում հատկապես վերևից նայելիս։ Երբ ամրոցին նայում ես այս փոքրիկ քանդակված բացվածքներից, ինչպես տեսնում եք մարդիկ նայում են այդ անցքերից, մի այլ տիպի տպավորություն է ստեղծվում, մի այլ տեսարան, ես չեմ կարող դա նկարագրել, շատ գեղեցիկ է։ Եվ ամենազարմանալին այն է, երբ որ կանգնում ես այդ քանդակված բացվածքների մոտ, այնտեղից փչում է մի հատ սովաշունչ քամի, ամենասաստիկ շոգին անգամ սովացնում է, ցանկանում ես անընդհատ այնտեղ կանգնել և զովանալ և հիանալ տեսարաններով։ Որոշ տոնական օրերի, հատկապես տեղական ռաջասթանցի կամ կրոնական տոների ժամանակ, շրջակա գյուղերից և քաղաքներից կանայք հավաքվում էին այս լճի շուրջը և մոտակա տաճարների տարածքներում ծեսեր և նվիրատվություններ էին կատարում։ Այս լիճը հայտնի է իր մաքուր ջրերով և անդադար փայլում է արևի տակ, ստեղծելով մի տպավորիչ տեսարան։ Լիճը հայտնի է նաև նրանով, որ կանայք հաճախ այստեղ էին գալիս կրոնական տոներին։ Այս ավանդույթը սկսվել էր վաղ ժամանակներից, երբ մարդիկ այցելում էին լիճը մոմեր վառելու և աղոթելու համար։ Կրոնական տոների ժամանակ կանայք հավաքվում էին լճի շուրջը, մասնակցելու բարեկամական միջոցառումներին, ուրախության և խաղաղության մթնոլորտում անցկացնում էին իրենց ժամանակը։ Լիճը ծառայում էր որպես մի տեղ, որտեղ մարդիկ կարող էին միանալ իրենց հավատքին, հավատալով լճի ուժերին, որպես խորհրդանիշ մաքրության և խաղաղության և հոգևոր վերածննդի։ Լճի կենտրոնում կա մի կղզանման այգի, որը կոչվում է Քեսար Քյար-Բա, նարդոսներով լցված այգի։ Ասում են, որ երբեմն այստեղ լցված է եղել նարդոսներով թագավորների կողմից, ինչը խորհրդանշում է գեղեցկություն, շքեղություն և աստվածային էներգիա։ Լիճը ապահովում էր մի վայր, որտեղ մարդիկ կարող էին հանգստանալ, խորհել և կապ հաստատել իրենց հավատքի հետ, միաժամանակ վայելելով շրջապատող բնական գեղեցկությունը։
ուզում եմ խոսել իմ շատ հարգված Ռաջպուտների կլանի մասին։ Ռաջպուտները Հնդկաստանում պատմության մեջ առանձնանում էին որպես գերազանց ռազմիկներ։ Նրանք մշտապես ցույց էին տալիս մեծ քաջություն և նվիրվածություն։ Նրանք համարվում էին վկաներ պատերազմի և ռազմի միջև, բայց նաև վեհակարգ և ազնիվ ազգ էին, հպարտությամբ պաշտպանելով իրենց հողը և ընտանիքները։ Քաջությունը, համարձակությունը և պատերազմներում իրենց առաջադրված փառահեղ հաղթանակները միշտ եղել են նրանց պատմության գլխավոր մասը։ Ռաջպուտների հայրենասիրությունը և ռազմիկի արժեքները շատ նման են օրինակ որոշ ազգերի, ինչպիսիք են օրինակ մեր հայերը, որ մշակույթը նույնպես տոգորված է պատերազմական և ռազմական արքաների և հզոր զինվորականների մեծ հարգանքով։ Այս երկու ժողովուրդներն էլ ունեն ուժեղ, չհանձնվող հոգիներ, որոնք պատրաստ են պայքարել իրենց ազգային արժանապատվության համար։ Դրա համար էլ ռաջպուտներն ու հայերը կարող են համարվել քաջության և հայրենասիրության մոդելներ, ժառանգելով այս մեծ արժեքները իրենց սերունդներին։ Ռաջպուտները ոչ միայն ռազմիկներ էին, այլև նաև հայրենասիրության և անխաթար նվիրվածության խորհրդանիշներ։ Նրանց համար ամենից կարևորը եղել է ընտանիքի, ցեղի և թագավորի նկատմամբ ունեցած հավատարմությունը։ Նրանք երկիրը պաշտպանելու համար պատրաստ էին զոհաբերել իրենց կյանքը, իսկ նրանց քաջությունն ու հաղթանակները երբեք չեն մոռացվել։ Ռաջպուտների վառ օրինակները կրում էին իրենց անձնվիրությունը և բարոյական արժեքները, ինչը շատ նման է հայկական ավանդույթներին, որտեղ պաշտպանությունը և ընտանիքի պաշտպանումը խոր արմատներ ունեն։ Ռաջպուտները ամենուրեք ցույց էին տալիս իրենց հավատարմությունը։ Նրանք ունեին տքնաջան նվիրվածություն իրենց առաջնորդներին, թե ցեղերին, թե ընտանիքներին։ Նրանք հավատում էին պատվի և ազնվության արժեքներին։ Նրանք երբեք չէին հանձնվում, անգամ ամենադժվար մարտերում։ Այդ պատմությունները այդքան հզոր են դարձել, որ դրանք արտահայտում են ռաջպուտների պայքարը ապրելու համար, պաշտպանելով իրենց մշակույթը, արժանապատվությունը և կրոնը։ Անգամ իրենց ավանդույթներով և տոնակատարություններով ռաջպուտները արտացոլում են իրենց բազմազան մշակույթը։ Նրանք վարպետներ էին հիանալի գործերում, ինչպիսիք են նկարչությունը, արհեստները, զարդարանքները և հատկապես ձիավարությունը։ Զինվորական պրոֆեսիոնալիզմը նրանց մշակույթի հիմնաքարերից մեկն էր։ Ռաջպուտները հայտնի էին իրենց ձիերը սիրելու և այդ կենդանիների հետ գերազանց հարաբերություններ ունենալու համար։ Զինվորական ձիավարժությունը իրենց մշակույթի էական մաս էր կազմում, ինչը դառնում էր նրանց ինքնության տարր։ Հատկապես ռաջպուտները խիստ հարգում էին կանանց, որպես իրենց հասարակության կարևոր մի մաս։ Կանայք ոչ միայն տնտեսուհիներ էին տան մեջ, այլ միահյուսված էին յուրաքանչյուր կիսամյակ իրենց ընտանիքի և ցեղի մշակույթների մեջ։ Ռաջպուտական մշակույթում կանայք զբաղեցնում էին բարձր դիրքեր, շարունակելով հարգել և պահպանել ավանդական նորմերը։ Տոները, պարերը և ժողովրդական երաժշտությունը դարձնում էին ռաջպուտների կյանքը հզոր և գունավոր։ Մինչդեռ նրանք կարևորում էին իրենց քաղաքացիական պարտականությունները, որոնք նպաստում էին նրանց բարեկեցությանը և հասարակական լավ վիճակին։ Ռաջպուտները նաև տոհմային և ռազմական շինարարներ էին, մեծ ամրոցներ և պալատներ կառուցելով, որոնց ճարտարապետությունը հանդիսանում էր
մշակույթի և ստեղծագործական հմտության ցուցադրություն։ Նրանք խոշոր կառույցներ էին ստեղծում, որոնք համադրում էին ինչպես գործնականությունը, այնպես էլ գեղեցկությունը, այնպիսի նվաճումներ, որոնք ապագա սերունդների համար դառնում էին մշտական հիշողություններ։ Այսպիսի բացառիկ հատկանիշներով ռաջպուտները շատ նման են հայերին, նրանց զավակներին փոխանցելով պայքարելու և հաջողության հասնելու հստակ և ամուր օրինակներ։ Ինչ շրջում եմ տարբեր սենյակներում, դիտում եմ նրանց դռները, ներսի գույները, ձևը ամեն ինչի, շատ հետաքրքիր է, թե այս սենյակներում ինչպես են ապրել մարդիկ և սենյակները ինչպիսի տեսք են ունեցել այն ժամանակ։ Կահավորանքներ չկան, իհարկե, դարեր են անցել, ամեն ինչ կարող էր փչանալ, նաև ենթարկվել է տարբեր հարձակումների, միգուցե թալանվել է և այլն։ Մինչ շրջում ենք ամենուր, դիտում ենք ամեն մանրամասները և միգուցե տարբեր իդեաներ ենք ստանում տարբեր դիզայնի ձևերի մասին, որ կարող եք օգտագործել թեկուզ ձեր տան շինարարության մեջ, սենյակների, պատերի և այլն, թեկուզ մի քիչ ավելի նորավոճ ձևով, ամեն ինչն էլ շատ հետաքրքիր է։ Մինչ շրջում ենք այստեղ, բերեք խոսենք մի այլ թեմայի մասին, ինչպես էր ամրոցը զով պահվում, որովհետև Ռաջասթան նահանգը շատ շոգ է և ամրոցի մեջ, այրվող շոգի մեջ ամրոցը կանգնած էր որպես հին ճարտարապետական տաղանդի վկայություն, որտեղ խորամանկ ճարտարագիտական լուծումներով հաղթահարվել են անտանելի ամառային տաքությունները։ 16-րդ դարում կառուցված այս ամրոցը նախագծվել էր ոչ թե որպես միայն ամրոց, այլ նաև որպես ապաստարան պաշտպանվելու անզուսպ արևից։ Ամրոցի ճարտարապետները օգտագործել են բացառիկ մեթոդներ, պահպանելու ամրոցի ներսի բարենպաստ ջերմաստիճանը, նույնիսկ առանց ժամանակակից տեխնոլոգիաների սարքավորումների օդը սառեցնելու։ Բերեք տեսնենք, թե դա ինչպես է եղել։ Այս սառեցման համակարգի կենտրոնում կար մի բարդ համակարգ օդափոխման համար։ Ճարտարապետները շատ պատուհաններ և անցքեր էին տեղադրել ամրոցի շատ տեղերում, ինչպես տեսնում եք դուք, նույնիսկ սենյակների վերևը դռան վերևները դուք կարող եք տեսնել այդ փոքրիկ պատուհանի պես փոքրիկ անցքերով և ապահովում էր դրանք բնական հոսքը, օդի հոսքը, որ հեշտությամբ անցնում էր յուրաքանչյուր սենյակով, ստեղծելով թարմ օդի հոսք, նույնիսկ ամենաթեժ ամիսներին։ Ես այդ սենյակներով, որ պտտվում էի սենյակից սենյակ, բոլորովին էլ այդ շոքին դրսում այդքան շոք էր, բայց ամրոցից դուրս, ամրոցի ներսում այդպես շոք չէի զգում։ Իսկ սենյակների ներսում շատ հով էր, շատ հաճելի էր, կարծես թե այդտեղ միացված լիներ ինչ-որ օդափոխիչ կամ մի այլ սարք, որ սառեցնում է օդը, զարմանալի, շատ բարեհաճ, այնպես հաճելի ջերմություն էր տիրում բոլոր սենյակներում, իսկ դրսում էլ նույնպես ամբողջ ամրոցի տարածքում դուք չեք զգում շոքն ու տապը, ամեն ինչ արված էր այնպես, որ շատ հաճելի ջերմություն պահպանվի։ Այս սառեցման ամրոցի սենյակների բարձր առաստաղները կարևոր դեր էին խաղում։ Երբ տաք օդը բարձրանում է, ստեղծում է բնական հոսք, որը թույլ է տալիս, որ ավելի տաք օդը դուրս գա սենյակից, մինչդեռ ավելի հով օդը մնում է ներքևի մակարդակում։ Տեսեք ինչքան կարևոր է բարձր առաստաղները։ Ջուրը մի կարևոր դեր խաղաց նաև ամրոցի սառեցման մեջ։
Ամրոցը նախագծվել էր տարբեր ջրային կառույցներով, ինչպես փոքրիկ լճակներ, ջրվեժներ և ջրագծեր, որոնք էին տեղադրված ամբողջ ամրոցի տարածքում, որպեսզի պաշտպանեին ցածր ջերմաստիճան։ Այս ջրային օբյեկտները միայն գեղեցկության համար չէին, նրանք խոնավեցնում էին օդը թարմ պահելու համար։ Ջրի հոսքի ձայնը ոչ միայն ստեղծում էր խաղաղ և հանգիստ մթնոլորտ, այլև գործում էր որպես բնական օդափոխիչ, որը ապահովում էր մաքուր օդ։ Ամրոցի պատերը նույնպես կարևոր էին։ Ջերմաստիճանի պահպանման համար սպիտակ մրամրը, որը օգտագործվում է արքայական սենյակներում, ունեին բնական սառեցնող հատկություններ, իսկ դրանց արտացոլող մակերևույթը օգնում էր ցրելու օդի ջերմությունը։ Արտաքին մասը կազմում էին հաստ կարմիր ավազաքարե պատերը, որոնք օրվա ընթացքում կուտակում էին ջերմությունը, բայց նույն ջերմությունը թողնում էին գիշերային ժամերին, ապահովելով հանգստություն արևոտ օրվա ընթացքում։ Այսինքն օրվա ընթացքում կլանում էին պատերը ջերմությունը և դա օգտագործվում էր գիշերվա ժամերին։ Ամենահետաքրքիրն այն է, որ կային շատ սառը պալատներ, որ հաճելի էր գտնվել ամառվա ամիսներին, լայն պատուհաններով, բացօթյա բակերով, որը թույլ էր տալիս օդը ազատորեն հոսի ներս, պահելով սենյակները հարմարավետ նույնիսկ տապին։ Մի այլ մեծ հանճարեղ համակարգ էր Շիշ Մահալը, արևի լույսը անցնում էր պատուհաններից ներս, հայելիների մեջ անդրադառնում և տարածքի մեջ հասցնում մաքուր օդ։ Վերջապես բաժրի աշտարակները, որ կոչվում են քամու աշտարակներ, ինչպես դուք տեսաք վերևում նայելիս, երբ որ նայում էի լճին և տեսարաններին, այդ աշտարակները հենց դրա համար են կառուցված, որ կոչվում են քամու աշտարակներ, բաժրի աշտարակներ։ Նրանք կային ամրոցի տարբեր տեղերում և նրանք կարծես բռնում էին քամին, թույլ տալով, որ նրան ներթափանցի ներքին տարածք, ապահովելով սովություն։ Այս աշտարակները ոչ միայն օդը տաքացնում էին, այլև բարելավում էին օդի որակը, ապահովելով թարմություն։ Այս բոլոր տարրերը համատեղ ստեղծում էին մի վայր, որտեղ ջերմաստիճանը մշտապես պահպանվում էր հարմարավետ։ Ամեր ամրոցի ճարտարապետները իրենց խորքային գիտելիքներով կլիմայի և ճարտարագիտության մասին ստեղծել էին մի տարածք, որտեղ օդը միշտ ճիշտ ջերմաստիճանի է, ապացուցելով, որ իրենց տաղանդը և բնական սառեցման մեթոդների մասին առաջադեմ գիտելիքները շատ տարիներ առաջ, մինչև ժամանակակից տեխնոլոգիաները։ Երբ արևը սկսեց մայր մտնել, մթության մեջ միացավ լույսերի մեղմ փայլը, ամրոցը վերածվեց հեքիաթային տեսարանի։ Օդը դարձել էր շատ հաճելի և թարմ, և թվում էր, թե կարող է ժամերով մնալ և նայել երկնքին։
Այդ պահը այնքան հուզիչ էր, որ սիրտս լցվեց խոր զգացմունքներով։ Հրաժեշտ տալ ամրոցին հեշտ չէր, ես գիտեի, որ կարոտելու եմ։ Սկսեցի մտածել կյանքի մասին, ամեն ինչ անցողիկ է, թագավորություններն են անցել, ամրոցները ժամանակի փոշու մեջ մոռացվել են, իսկ ամենահզորները, ինչ էլ որ ունեցել են, ինչ էլ որ եղել են, հեռացել են այս աշխարհից։ Ինչն է մնում։ Մնում է միայն պատմությունները, միայն նրանց անուններն են մնում, ովքեր արել են անկրկնելի և նշանակալի բաներ, միայն նրանք են հիշվում։ Եվ եթե չլիներ Ջոթայի և Աքբարի սիրո այս բացառիկ պատմությունը, այս ամրոցը հավանաբար պարզապես մի ճարտարապետական հրաշալի կլիներ ինձ համար։ Բայց այն դարձավ ավելին, մի կենդանի հուշարձան, մի հուշ, որը կրում է սեր, ուժ և հաղթահարումներ։ Դա նրա պատմությունն էր, նրա ոգին, որ կյանք էր տվել այս քարերին։ Եվ հենց այդպես էլ հասկացա, որ իրական ուժը ոչ թե շքեղ պատերի, այլ սրտի պատմությունների մեջ է, որոնք գրվում են սիրով, անձնվիրությամբ և խիզախությամբ։ Այս վայրը դարձավ մի հայելի, որտեղ ես տեսա, թե որքան արժեք ունի հոգու պայքարը անցնող ժամանակի մեջ հիշվելու համար։ Քայլելով աստիճաններով ներքև, դանդաղ, անշտապ շարունակ նայում էի դեպի վեր լուսավորված ամրոցին, որը փայլում էր գիշերային պրոժեկտորների տակ։ Շրջակայքի տեսարանը այնքան կախարդական էր թվում, որ թվում է դա իրական չէ, բայց պետք էր գնալ։ Գիտեի, որ դեռ շատ բան ունեմ տեսնելու, շատ արկածներ են սպասում ինձ, և սա միայն սկիզբն էր, իմ առաջին մեծ արկածը։